Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել դատախազության աշխատողի օրվան նվիրված միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։ Իր ելույթում երկրի ղեկավարը նշել է, որ քաղաքացուն երջանկության համար անհրաժեշտ գործառույթների, խաղաղության և կամ անվտանգության, արդարության, ազատության և բարեկեցության ձգտումների իրականացման գործում շատ էական դեր ունի իրավապահ համակարգը։ Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը արձանագրել է, կոռուպցիան մի քանի ուղղություններով ստեղծում է խնդիրներ ցանկացած իրականության մեջ։ Մեր կառավարության քաղաքականությունն է ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ և մենք շարունակում ենք հետևողական լինել այդ ճանապարհին և այս համատեքստում պիտի ընդգծեմ նաև, որ շատ կարևոր է, որ մենք ոչ միայն կոռուպցիայի հետևանքները հայտնաբերենք և վերացնենք, այլև իսկապես կարողանանք նույնականացնել այն պատճառները, որոնք օբյեկտիվորեն գոյություն ունեն։ Ընդ որում ինձ համար ակնհայտ է, որ այդ պատճառների մի մասը հանրահայտ են բոլորին, որովհետև ինչքան էլ մենք խուսափենք այդ հարցից, պիտի մի X պահի առերեսվենք մի պարզ հարցի, ինչպես պիտի կոռուպցիայից խուսափի 200,000 դրամ աշխատավարձ ստացող այն պաշտոնյան, որը կառավարում է 5, 10 կամ չգիտեմ 1, 2, 3, 4, 5 միլիարդ դրամի շրջանառություն և աշխատանք։ Եվ ես ասում եմ այն տրամաբանությամբ, որ կոռուպցիան, ինչքան ես եմ հասկանում, հիմնականում իշխանության և լծակներ ունեցող մարդկանց գայթակղող երևույթ է, որովհետև մյուսները ոնց որ թե ցանկանալու դեպքում էլ տենց մեծ կոռուպցիոն իրավիճակների մեջ չեն կարող հայտնվել, չնայած միջնորդավորված գուցե նրանք նույնպես կարող են հայտնվել։ Սա մի խնդիր է, որին մենք պետք է պատասխանենք, իհարկե այս պատասխանը դատական համակարգի չի ակնկալվում, դա ավելի շատ քաղաքական պատասխան է և ըստ էության կառավարությունը, քաղաքական իշխանությունը պետք է գտնի այս հարցի պատասխանը, չնայած մյուս կողմից մենք ունենք նաև հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որտեղ իշխանության բոլոր թևերի ներկայացուցիչները ներգրավված են և մենք պարբերաբար այդ հարցին անդրադառնում ենք, նաև ուրիշ հարցերի ենք անդրադառնում, բայց նաև պիտի արձանագրեմ, որ միշտ չի և ակնհայտ է, որ այսօր այս պրոբլեմը կա, որ միշտ չի, որ քաղաքական կամքը բավարարում է այդ խնդիրները հասցեագրելու համար, որովհետև պաշտոնյաների աշխատավարձի մասին խոսելը միշտ էլ շատ ռիսկային պրոցես է մի իրավիճակում, երբ հանրային բարեկեցության մակարդակը շատ բարձր չէ, չնայած իմ համոզմունքն այն է, որ հենց առաջին հերթին պաշտոնյաներին գայթակղություններից հնարավորինս զերծ պահելու համակարգերն են, որոնք իրենց հերթին պետք է ավելի էֆեկտիվ դարձնեն հանրային բարեկեցությունը ապահովելու կառավարության ջանքերը և քաղաքականությունները։ Պիտի ընդգծեմ, որ մի դեպքում մենք կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը կարողացել է շատ թե քիչ այս խնդրին անդրադառնալ։ Մասնավորապես մենք դատական համակարգում աշխատավարձերի շատ էական, համենայն դեպս հայաստանյան չափանիշներով բարձրացումներ ենք իրականացրել և մեր ընկալումը ի սկզբանե եղել է այն, և ես նաև հիշում եմ, որ կառավարության այն նիստերում, որտեղ քննարկվել է հարցը, սրա մասին խոսել եմ, ես ասել եմ, որ մենք Հայաստանում դատախազների, քննիչների, դատավորների աշխատավարձերը հենց դատավորների սիրուն չենք բարձրացնում կամ դատախազների, այլ հանուն նրանց, իհարկե նաև նրանց համար աշխատանքային պատշաճ պայմաններ բավարարելու համար, առաջին հերթին քաղաքացիների համար, որպեսզի նրանց արդարությունը և արդարադատությունը առավել հասանելի լինի, և ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը և արդարադատությունը ավելի հասանելի է դառնում, չնայած պիտի արձանագրենք նաև, որ դա պարզ գործընթաց չէ։ Այն բարեփոխումները, որ իրականացվում են, ի սկզբանե, երբ բարեփոխումների մեծ պրոցես է սկսում, բոլորիս ակնկալիքն է, որ ահա այս բարեփոխումների հիմա կանենք և հարցերը կլուծենք։ Այդ հետո ես հասկանում, որ բարեփոխումը երբեք չի ավարտվում, որովհետև երբ որ մի հարցը լուծված է, առաջ են գալիս 2 նոր հարց, երբ որ 2 նոր հարցը լուծված է, առաջ է գալիս 4-ը, երբ 4-ն է լուծված, առաջ է գալիս
8-ը եւ հետեւաբար հարցերը, որոնց հետ պետք է առերեսվենք, իրենք աճում են երկրաչափական պրոգրեսիայով երբեմն, բայց սա ոչ թե խնդրեմ է, սա իրականություն, սա նշանակում է, որ գուցե հարցերը կուտակված են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել նաև պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին։ Վարչապետը շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել ծառայության աշխատակիցներին կատարած աշխատանքի համար։ Փաշինյանը խոսել է պրոֆեսիոնալ շարունակական զարգացման խթանների կարևորության, կամավոր ատեստավորման մասին, ինչպես նաև ծառայողի կողմից պարտականությունների կատարման համար պատշաճ միջավայրի եւ պայմանների ստեղծման, ծառայության տեխնիկական ու նյութական հագեցվածության մեխանիզմների ձևավորման մասին։ Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետի կողմից պարգևատրվել են վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Հանդիպմանը փոխվարչապետը ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները, ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը։ Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Կառավարության առաջարկով այսօր ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում 22 հարց էր։ Դրանց մի մասը հրատապ քննարկման ենթակա էր, որոնցից մեկն էլ հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխությունների նախագիծն էր։ Առաջարկվող օրինագծերի հրատապ քննարկման հանրահաշտությունը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարը։ Ըստ Արմեն Սիմոնյանի հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխությունների նախագծի հրատապ ընդունումը պայմանավորված է էներգետիկ ոլորտի իրավական բացերը կարգավորելու անհրաժեշտությամբ։ Հատկապես այնպիսի իրավիճակներին արձագանքելու մասով, երբ հետևանքները կարող են վտանգել էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, հանգեցնեն բազմաթիվ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման։ Խոսքը էցի պետականացման վերաբերյալ վերջին օրերի նախմուկ հանած գործընթացի մասին է։ Ընդդիմադիր падգամավորները շատ բուռն արձագանքեցին օրինագիծը 24 ժամյա ռեժիմում ընդունելու նախաձեռնությանը։ Աննա Գրիգորյանի ձևակերպմամբ սա հեծի խլման գործընթաց է, որը շատ մեծ բացասական ազդեցություն է ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա։ Ինչու հրատապ։ Իմ պատասխանը օրինակ այն է, որ եղել է Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը եկեղեցու պաշտպանության մասով եւ դա հրատապություն է առաջացրել կառավարությունում։ Բոլորը տեղյակ եք, որ մենք այս ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ, այդ թվում կապված էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված եւ դրանց մասին նույնիսկ խոսելու կամ ինչ-որ բան ապացուցելու կարիք էլ չկա։ Սա է հիմնականը եւ ռազմավարական ոլորտը հաշվի առնելով մենք կարծում ենք, որ նման հարցերին պետք է հրատապ լուծումներ տալ։ Թռնեք օդ, իջնեք ներքև, սա հեծը խլելու մասին նախագիծ է, ինչքան էլ գեղեցիկ ձևակերպումներ փորձեք փաթեթավորել։ Եթե հրատապության ձեր հիմնավորումն այն է, որ դուք տեսնում եք խնդիրներ հեծում, հենց այսօր դա կտեսաք։ Խնդիրները վաղուց կան, բայց մի օր եւ կարծում ենք սա այդ օրերից մեկն է, այդ խնդիրներին պետք է արագ լուծում տալ։ Աննա Գրիգորյանի հեծը խլելու վերաբերյալ արտահայտությանը կարծիքների փոխանակության ժամանակ արձագանքեցին նաև Արման Եղոյանն ու Վահագն Ալեքսանյանը։ Եթե դուք հիմա ձեզ դիրքավորում եք որպես հեծի շահերի, հեծի ներկա սեփականատերերի շահերի պաշտպան, ապա ձեր ընկալման բնական է, որ դա պետք է ընկալվի որպես խլել։ Իմ քայլը դաշինքի 96-րդ համարը եղած եւ հետո 2021 թվականի գարնանային տրանսֆերային պատուհանի ընթացքում Քոչարյանի դաշինքի 3-րդ համար տեղափոխված Աննա Գրիգորյանն ասում է հեծը խլելու նախագիծ է։ Տիկին Գրիգորյան, իմ ընկալմամբ ձեր նոր թիմի առաջնորդը կամ թիմի նոր առաջնորդը, չգիտեմ, ոնց ուզում եք մեկնաբանեք կամ ընկալեք դա, կարա ձեզ հատորներով պատմի, թե կոնկրետ Հայաստանի Հանրապետությունից ինչն է խլել ու ումա տվել։ Խլվելա հայրուս գազարտը ժամանակին, խլվելա վերջի 20%-ը ժամանակին, երկաթուղիները, հեծը ժամանակին 2002-ին մասնավորեցվելուց։ Այդ ժամանակ Հայաստան ձեզանից, մեզանից խլել են հեծը եւ տվել են մասնավորին 2002-ին։ Մթնոլորտը ավելի թեժացավ խմբակցությունների անունից ելույթների ժամանակ։ Աղվան Վարդանյանն ու Հայկ Կոնջորյանը հեծի թեմային անդրադարձան վերջին օրերի իրադարձությունների համատեքստում։ Սուրբ Էջմիածին Մայրաթոր
զենքով, դիմակով, բերետով ներխուժումը սրբապղծություն է։ Նա դուք դա էլ արեցիք, անհավատ եք, զուրկ հայկականությունից։ Մոնղոլները չմտան Էջմիածին, թուրքերը չկարողացան, Հայաստանի Հանրապետությունը զավթած չարիքը մտավ հայության ինքնության տաճար, սա չեք մարսելու։ Արքեպիսկոպոս Բագրատ և Միքայել Սրբազանները ԱԱՑ-ը նկուղում են, սա մենք վախկոտ արարք է, նրանցից յուրաքանչյուրի ծառայության, բարի գործերի չնչինագույն մասն էլ չի արել ՔՊ-ն հավաքաբար և իր ոժդը, սա չեք մարսելու։ Շատերը այս օրերին համեմատականն են անցկացնում հոկտեմբերի 27-ի և այս ահաբեկչության փորձի հետ։ Բայց ես ուզում եմ ասել, որ հաջողության պարագայում Աստված մի արասցե։ Սա մի քանի անգամ բազմապատիկ ավելի ահասարսուռ ահաբեկչություններ լինելու, քան թե հոկտեմբերի 27-ինը։ Ինչու՞։ Որովհետև հոկտեմբերի 27-ի ահաբեկչության թիրախները նստած էին այս դահլիճում։ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը։ Այս ահաբեկչության թիրախները այս դահլիճից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացին կարող էր լինել։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող էր դառնալ Բագրատ Գալստանյանի կողմից կազմակերպվող և ընդդիմության կողմից խրախուսվող ահաբեկչության թիրախը։ Այդ մարդն ասում է, այս ազգը խորը անասուն ազգ է։ Հիմա հարց հարգելի ընդդիմադիրներ, դուք ձեզ դասում եք այդ խորը անասուն ազգի մեջ։ Այս ելույթներից հետո ազգային ժողովն անցավ քվեարկության, ձայների մեծամասնությամբ որոշվեց հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկել հատուկ ընթացակարգով։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Իսկ ինչ կարևոր իրադարձություններ կան միջազգային լրահոսում թողարկման այս հատվածում միջազգային լուրերն են։ Միացյալ Նահանգներն ու Իրանը նոր բանակցությունների սպասման մեջ են։ Դեռ ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը ասել էր, որ այս շաբաթ կհանդիպեն Միացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները։ Հիմա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բացառում է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները արագ վերսկսվեն։ Նա այդ մասին ասել է իր հարցազրույցում։ Նրա խոսքով, որպեսզի իրենք որոշեն վերսկսել բանակցությունները, նախ պետք է համոզվեն, որ Ամերիկան չի վերադառնա իրենց վրա ռազմական հարձակման բանակցությունների ընթացքում։ Արաղչին ասել է, որ բոլոր կետերը քննարկելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, բայց նաև ասել է, որ դիվանագիտության դռները երբեք չեն փակվի։ Այս ընթացքում Սպիտակ տանը սպասում են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Վերջինս հաստատել է, որ պատրաստվում է մեկնել Վաշինգտոն։ Սա նրա առաջին այցն է Վաշինգտոն Իրանի հետ 12-օրյա ռազմական գործողություններից հետո, բայց արդեն երրորդը Թրամփի հունվարին իր պաշտոնը ստանձնելուց հետո։ Այցի նպատակը պաշտոնապես չի աղորդվում, սակայն դեռ ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, թե պետք է դադարեցվի նաև Իսրայելի և Համասի միջև Գազայում արդեն 20 ամիս շարունակվող ռազմական գործողությունը։ Թրամփը չէր բացառել, որ շտապ հնարավոր լինի հրադադարի հասնել Գազայում։ Միացյալ Նահանգները հանում է 2004 թվականից ի վեր Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները։ Համապատասխան հրամանագիր է ստորագրել է Միացյալ Նահանգների նախագահը։ Այդ հրամանագիրը ուժի մեջ է մտնում այսօրվանից։ Փաստաթուղթը նաև վերացնում է Սիրիայի կենտրոնական բանկի նկատմամբ գործող սահմանափակումները, որոնք անհնարին էին դարձնում վարկերի և օգնության տրամադրումը այդ երկրին։ Ուժի մեջ են մնում Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների և կողմնակիցների դեմ պատժամիջոցները։ Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահը ապաստան է գտել Ռուսաստանում։ Ռուսաստանին հասցեագրված քննադատությամբ էլ հանդես է եկել Իրանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Ալի Մոթահարին։ X-ի իր էջում Մոթահարին դժգոհել է, որ Ռուսաստանը Իրանին չի վաճառում S-400 զենիթահրթիռային համակարգեր։ Նրա խոսքով Ռուսաստանը S-400 համակարգեր մատակարարել է Թուրքիային և Սաուդյան Արաբիային, բայց հրաժարվում է դրանք փոխանցել Իրանին, մի երկրի, որը նրան օգնում է Ուկրաինայի հետ պատերազմում անօդաչու թռչող սարքերով։ Իդեպ ճիշտ այս ընթացքում Կրեմլն էլ հերքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացի պնդումը, թե Ռուսաստանը ձգձգում է խաղաղության բանակցությունները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Մոսկվան կատարել է բանակցությունների ընթացքում մինչ այժմ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Քիթ Քելոգը կոչ էր արել Մոսկվային անհապաղ հրադադար հաստատել եւ սկսել եռակողմ բանակցություններ պատերազմը ավարտելու համար։ Նա նաեւ ասել էր, թե Ռուսաստանը չի կարող շարունակել ժամանակ ձգել ռմբակոծելով Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտները։ Թրամփի ներկայացուցչի պնդումները հերքելով հանդերձ Կրեմլի խոսնակը շնորհակալություն է հայտնել Թրամփի վարչակազմին պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի համար։ Իդեպ Ֆրանս Պրես գործակալությունը նշել է, որ Ռուսաստանը անցած ամիս ամենամեծ տարածքային առաջխաղացումն է գրանցել Ուկրաինայում վերջին կես տարվա ընթացքում, պահպանել
տվյալներով վերջին 3 ամիսներին ավելացող տեմպը։ Լրատվամիջոցը հղում է արել Միացյալ Նահանգներում գործող պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի վերջին տվյալներին։ Կրիստինա Լագուլյան, Հորիզոն։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հերթական հայտարարությունն է տարածել։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 2-ին ժամը 9-ից մինչև ժամը 18-ը կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աբովյան, Մյասնիկյան, Միչուրինի, Տպագրիչների, Գարեգին Նժդեհի, Բանակի, Օրվելու փողոցների գազասպառողների, ժամը 10-ից մինչև ժամը 15-ը Տավուշի մարզի Չինչին, Նավուր, Իծակար բնակավայրերի գազասպառողների, ժամը 9:30-ից մինչև ժամը 18-ը Կոտայքի մարզի Գետարքել, Վերին եւ Ներքին Պտղնի բնակավայրերի գազասպառողների, ժամը 9-ից մինչև ժամը 18-ը Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ամանուկյան փողոցի թիվ 3-5 բազմաբնակարան շենքերի, Թումանյան փողոցի թիվ 4, 6, 8, 16, 18 բազմաբնակարան շենքերի եւ առանձնատների, Ոսկե Կապան եւ Թրիվես հյուրանոցների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 3-ին ժամը 10-ից մինչև ժամը 19-ը կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ամառանոցային 2-րդ տարածքի Հաղթանակ առաջին փողոցի առանձնատների գազասպառողների, ժամը 10-ից մինչև ժամը 18-ը Աջափնյակ վարչական շրջանի Գևորգյան, Մելքումովի փողոցների մի հատվածի առանձնատների, Օղակաձև եւ Սոսեի փողոցների առանձնատների գազասպառողների, ժամը 9-ից մինչև ժամը 18-ը Լոռու մարզի Տաշիր քաղաքի Արևային, Լատիշական, Նաիրի, Բաղրամյան, Շահումյան, դպրոցական փողոցներով եւ մասնակիորեն Երևանյան, Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, Ալաշկերտ, Լորվակատ, Վալերի Ֆուդ ընկերությունների, Նուրեր Սարգսյան ԱՁ-ի, ժամը 10-ից մինչև ժամը 16-ը Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ամանուկյան առաջին նրբանցքի թիվ 1, 2, 3, 4, 5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, Վանատուր ռեստորանային համալիրի գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Telegram ալիքին։ Այս ժամին այսքանը, կհանդիպենք ժամը 22-ին։